շնորհակալ ենք, որ մենք ցնծություն գնանք ունենալ, գնանք ուրախանալ, որովհետև Քուրդոքիտ Հիսուս Փրկիչ ունենք, մեր Տերը եւ մեր առաջնորդը։ Այո, շատ անգամ ոչխարներով էս սխալ ճամփաներ գերտանք, բայց արկուդանք որ դու մեր եդերվեն գուքաս եւ գտնես եւ մեր շիդակ ճամփան առաջնորդես։ Այդեր մենք տեսանք այս շաբաթավերջին որ որքան պետք ունենք բոլորսալ քու զորությանը, քու ներգայության մեր կյանքերներս, արթնության ամենադեր նորոգվելու, զորանալու։ Կխնդրեմ ով դեր այսօրվա խոսքերը, որ պիտի խոսվին, արիթմալ անգամ եւս մեզ սրբակրելու, նորոգելու, զորացնելու եւ էզի քեզ ավելի մոտեցնելու։ Կխնդրեմ բոլոր լսողներուն մտքերը թումփած, սրտերը թումփած, որպեսզի գարնանք լսել, հասկանալ, մտիգնել եւ կործի տնել, որպեսզի օգտվենք այս սերտոթենեն։ Հիսուսի անունով խնդրենք։ Ամեն։ Շատ լավ։ Մեր սերտոթությունը այսօր վերջին մասն է, անշուշտ հաղթական կյանքի մասին է որ խոսեինք եւ հաղթական մասի մեջ տեսանք թե 4 տարիներ հաղթության երթալու առաջին պետք է գտնանք ով է մեր ճշնամին, երկրորդ հասկանանք ճշնամին ինչ մեր վրա կհարցակի, անդերվերջը հասկանալ թե մենք ինչ զենք ունենք եւ այդ զենքը 4-րդ քայլը կործածել որպեսզի հաղթություն ունենանք։ Եվ խոսեցանք թե 3 ճշնամիներ ունին պատկանարածը, առաջինը աշխարհը, երկրորդ մարմինը, flesh, որ մեր անձերն են, եւ երրորդը սատանան։ Առաջին երկուքին վրային անցանք, աշխարհին եւ մարմնին թեմ ինչպես հաղթություն գնանք տանել, այսօր վերջինին վրա պիտի խոսենք, ինչպես գնանք սատանային վրա հաղթություն տանել։ Եվ անշուշտ առաջին քայլը այն է որ տեսնենք թե ով է ճշնամին։ Գիտնանք, հասկանանք, որովհետեւ գարնանք հասկանալ անոր կորձիկները եւ մեր ունեցած զենքերը եւ կորձածենք իրեն թեմ, որպեսզի հաղթություն տանենք։ Առաջին Պետրոս 8-ի մեջ շատ հստակ կերպով է, արթուն գեցեք, հսկեցեք, վասնզի ծեր հագարագորտը սատանան մրնչող արյուծի պես կբդդի կփնդրե թե ով գլե։ Ով է ուրեմն մեր ճշնամին, շատ հստակ, բարձ, սատանան։ Այստեղը կստակորեն մեզ գսե թե սատանան է մեր ճշնամին, եւ եթե սատանան է պետք է հասկանանք թե ինչպես սատանան կհարցակի քրիստոնյաներուն վրա։ Ինչ են իր կորձիկները։ Եվ երկրորդ Կորինթացիս 2:11 երկրորդ Կորինթացիս 2:11 որ չլա թե զրգանք մը գրենք սատանային, քանզի անոր խորհուրդները գիտենք։ Եթե պիտի իրապես մենք սատանային թեմ հաղթական դուրս պիտի գանք, պետք է անոր խորհուրդները հասկանանք։ Ինչպես կխորի սատանան, ինչպես կկործե սատանան։ Եվ 5 ծևեր կան, որ շատ լավ գիտե սատանան կործածել։ Առաջինը կգտնվի առաջին Թեսաղոնիկեցիս 3:5-ի մեջ, որ գսե այսօր համար ես ալ չգրնալով ավելի համբերել մարդ խրգեցի ծեր հավատքը գտնալու որ չլա թե փորձը օծես փորձած լա եւ մեր աշխատությունը բարապ լա։ Ուրեմն ինչ է առաջին կորձիկը սատանային փորձության մեզի գմատն է։ Եվ ինքը տարբեր է ասոր մեջը մարդոց փորձության մատնելու։ Եվ մեր փորձությունները Հակոբոսի մեջ կսե մեր գիրքերեն հարաճ կան։ Սատանան գիտե ինչ բաներ ու գիրքեր ունենք եւ անոնց միջոցով մեզի փորձության կմատնե։ Երկրորդ կորձիկը ինչ կսե Եփեսացիս
6-11 երկրորդ մասը 6-11 Սեր վրա հակեք Աստուծո սպառազինությունը, որպեսզի կարող լաք սատանային հնարքներուն թեմ տնել։ Ինչ է երկրորդ գործիքը, որ սատանան կործած է, հնարքներ։ Սատանան վարպետ է հնարելու բաներ, որ մարդոց միջոցով կրնա սապել։ Եվ իր անունը խափող է։ Եթե մեկ բան, որ սատանան լավ գնանել, խափել է մարդոց։ Եվ մենք շատ զգուշ պետք է լանք, որպեսզի չխափվենք։ Եվ adun համար բաց աչքեր պետք է ունենանք, ականջներ, որպեսզի լսենք եւ տեսնենք ինչ կերծ բան կա բանի մեջ, որ անով չդարվենք։ Երրորդ գործիքը, որ գործած է սատանան, կգտնվի առաջին Դիմետրոս 3:6 մեջ, Վերջալ նորահավատ լավոր չլա թե հպարդանալով սատանային թադաբարդությանը մեջ ինա։ Ինչ է գործիքը, երրորդ գործիքը, հպարդություն, սատանան հպարդություն կգործած, մարդուն հպարդանալ կուտա, սենայր, ինչ լավ գնեսկոր, ասիկա շատ վտանգավոր բան է, նույնիսկ հավատացյալներուս մեջ, երբ որ Աստված մեր միջոցով բան մգնե, արկա Աստուծո պետք է տա եւ շատ թույլությամբ կնանք փառքը մենք մեզի բահել եւ մենք ստանանք եւ այդ ծավալ հբարդանալով գինականոր համար ոսարակյալը Դիմետրոսի գրքը որ եթե մեկը կորձի մեջ դիտնես շլա որ նորահավատը լագսե որտեղ նորահավատը շատ ավելի թույլությամբ կնա հբարդանալ եւ կդեսնե թե Աստված իրեն կորձած է եւ հբարդանալով կնա ինալ Չորրորդ գործիքը կդեսնենք երկրորդ օրինացի մեջ առաջին գլխում 21 եւ 28 համարներու մեջ ուր կգարտանք թե ինչպես Հեսու լրդեսներ գրգեց որբեսի երթան այնտեղը ուր պիտի գրավեին լրդեսեն եւ լրդեսները որ վերադարձան նայեցեք ինչ խոսքեր խոսեցան նայեք ու 21 եւ 28-ը կսենայե ու դեր Աստվածդ երգիրը քեզի դվավ ուրեմն ելիր շարանքեզ անիգա ինչպես քու հայրերուդ դեր Աստվածը քեզի սա ու նախնար ու մի զարհուրիր ասիգա Աստուծո քաչալերությունն է որ Իսրայելի ժողովրդին դվավ որ ասելով որ ասիգա Ցեզի բիդիդամ, արդեն դուք հաղթած եք, ցեզի ես գրած եմ, դապուն ցեզի դված եմ, իրեմ վերտակ բիդարնեք, բայց լրդեսներ որ վերադարձան, ինչ խոսեցան, այս վստահության դիմաց, կսե, ասին ուր բիդի ելենք, մեր եղբայրները, մեր սրտերը թուլցուցին, ներոթին, 27 նագարտանք, կսե, ծեր վրաններու մեջ դնչալով սիկ դերը մեզ ադելուն համար Եգիպտոս երկրին մեզ դուրս անեց որպեսի մեզ ամորացիներու ցեր կմատնեն ու մեզ գործընծնեն ուր պիտի ելենք մեր եղբայրները մեր սրտերը թուլցուցին որովհետև ասին այն ասկը մեծ ու բարձրահասակ է քաղաքները մեծ ու մինչև երկինք բաբադիեն Եվ հոն նաև ենագի որդիները տեսանք, որոնք հսկաներ էին սրկիկը։ Կդեսնեք սատանան ինչ կնե, ասված կքաչալեր է, ինքը կհուսադեցնե։ Սատանան միշտ մեր արջև բարականեր գանե, որբեսի հուսադեցնե մեզի։ Եվ ասիգա չորրորդ կորձիկն է, որ սատանան շատ լավ գիտե կորձածել։ Եվ անգեանտին, հինգերորդ կորձիկը, որ սատանան կորձած է, Եփեսացիս 6:16-ին մեջ կգտնվի, Եփեսացիս 6:16 Եվ ամեն բանի վրա հավատքին բան արեք, որովհետև կարող պիտի ըլլաք
չարին փոլոր գրագոտ նեդերը մարել։ Գրագոտ նեդեր, ինչ են այս գրագոտ նեդերը։ Հարցագումներ, ամեն տեսակ հարցագումներ մեր վրա։ Պայման չէ, որ մենք սխալը ըրածլանք։ Սատանան գործած է ուրիշներ, որբեսի անոց միջոցով մեր վրա գրագի նեդերն է դեր, որբեսի բախով մենք թույլնանք և չգարենանք պատերազմին իրեն թեմ։ Okay, գիտենք հիմա, որ սատանան է մեր թշնամին, և գիտենք ինչ ծևերով մեր վրա գարցագի, մենք ինչ ունենք մեր ձեռքերու մեջ, որ գնանք հաղթել սատանային, մեզի ինչ տրված է, նայեցեք ինչ կսե առաջին Հովհաննու 3:8-ը, ինչ է քաղտնիքը սատանային թեմ հաղթելու, ան որ մեղ կգործե սատանային է, բասնզի սատանան սկիզբեն ի վեր կմեղան չէ, ասոր համար Աստուծո որդին հայտնվեցավ, որ սատանային գործերը կանթե, ուր է մեր հաղթության քաղտնիքը, Քրիստոս ինքը, Քրիստոսի մեջ, մենք կրնանք սատանային գործերը կանթել, այս հինգ գործիքները, որ գործած է ասինք սատանան, կրնանք բոլորին հաղթել և անոր գործերը գործանել։ Ինչպես կարելի է, ինչպես Հիսուսի միջոցով մենք կրնանք հաղթել, Եբրայեցիս 2:14 դադոր բադասխանը, որովհետև զավակները մանին ու արյունին հաղորդակցեցան, ինքնալ անոնց բաժնագից եղավ, որբեսի իր մահովը փճացնե զանիկա, որ մահվան իշխանությունը ուներ, այսինքն սատանան։ Հիսուս իր մեռնելով այս հաղթությունը մեզի տվավ, որովհետև ինքը մեր կինքինը վճարեց, ինքը մեր դեղը մեռավ և հարություն արավ, և ամբոր իրեն հավատա, պիտի չմեռնի գսե, այլ Հիսուսի հետ հաղթական պիտի ըլլա։ Իր մեռնելովը մենք հաղթություն ստացանք։ Եվ ասիկա շատ հստակ կնե, որ սատանային ամենամեծ փանը, որ մարդ արարածին վախ կպատճառե և գրնա գործընծնել մեգումը, որ մահն է, Հիսուս անոր վրա էլ հաղթություն դարավ, և մենք պատճառով գրնանք վստահ լալ, որ մենք ալ հաղթություն պիտի դանենք, որտեղ Հիսուս հաղթեց սատանային ամենամեծ կարողության, որ մահն էր, գրնա մահ մերցնել, և մենք այդ մահվան թեմալ, մեղքին պատճառով, որ մահ մտավ աշխարհը, այդ մահվան թեման հաղթություն դալի։ Հիմա ինչպես պիտի գործածենք այս մեր գործիքը, Հիսուսի զորությունը, որ գարենանք մենք սատանային թեմնել, որտեղ ասինք թե Հիսուս է, որ սատանային գործերը կգործանե։ Առաջին Հովհաննու 4:4 Դուք Աստուծո եք որդյակներ ու անոնց հաղթեցիք, քանզի մեծ է հոգին, որ ձեր մեջ է, քան թե անիկա, որ աշխարհի մեջ է։ Առաջին միշտ կսեմ, եթե պիտի պայքարենք բանի մտեմ, պետք է հիշենք Աստուծո խոստումները և անոնց հավատալով է, որ պիտի գարնենք հաղթություն տալու։ Ինչ կսե այս խոստում մեզ, կսե ան որ ձեր մեջն է ավելի զորավոր է, քան թե ան որ այս աշխարհի մեջն է։ Եթե մենք հիշենք այս ճշմարտությունը, երբեք պիտի չվախնանք, երբեք պիտի չուսահատենք, այլ պիտի առաջ երթանք, սատանային գրագոտ նետերը մեզ պիտի չհասնեն, որովհետև մենք ունենք մեր վրա մեր մեջը Աստուծո զորությունը։ Առաջին Հովհաննու 2:14 մեզի կհիշեցնե ասելով կգրեմ ձեզի դղակներ, վասնզի դուք ճանցաք հայրը,
Քրեցի ցեզի հայրեր, բասնզի դուք ջանցակ զանիգա, որ սկիզբեն է։ Քրեցի ցեզի երդասարներ, բասնզի դուք ուժով եք, եւ Աստուծո խոսքը ձեր մեջ կբնագի ու չարին հաղթեցիք։ Ինչպես Հիսուս կրնանք կործածել իբր մեր զենքը, Հիսուս ինքը խոսքն է եւ իր խոսքը, որ մեր մեջը բային կսե, դուք երդասարտներ կսե, անոր խոսքով հաղթեցիք, անոր խոսքով հաղթեցիք, ինչ քերեցիք համար է ասիգա, 14 համար է, գուզեք վերջի մասն օրինակ, երդասարտներ, ասնզի դուք ուժով եք, այցեք ինչ կաչալերություն մեզ գդա, դուք ուժով եք կրնակ հաղթել գսե, ուժով եք եւ Աստծո խոսքը ձեր մեջ կբնագի։ Ինչ է մեր զորության խախտնիկը, Աստծո խոսքը, որ մեր մեջը կբնագի, եւ ձեր մեջ կբնագի գսե ու չարին հաղթեցիք։ Աստծո խոսքի միջոցով է, որ մենք պիտի գնանք սատանային վրա հաղթություն տանել։ Եվ ինչպես գնանք Աստծո խոսքով հաղթել, մեր սիրած գլուխներեն մեկը Եփեսացիս 6:13 Եփեսացիս 6:13 կբադվիրե մեզի կսե ասոր համար ծեր վրա արեք Աստուծո սպառազինությունը որբեսի կարող լակ չարության խորը թեմ տնեն։ Ինչ է Աստուծո սպառազինությունը, եթե ոչ Աստուծո խոսքը։ Եվ Աստուծո այս սպառազինության մեջ տարբեր հակոստի գդորներ գիշե կամ թե հակվելիք բաներ եւ մեծ մասը պահպանողական են, բայց մեկ հատը հարցագողական կորձիկ է։ Եվ մի տեսնենք, կատանք 14:18 14:18 գսե ու ամեն բանը լմնցնել է դո հաստատուն գայնիլ ուստի ծեր դերը գայնեցեք մեջկերնի ճշմարտությամբ ամրացնելով ու արդարության զրահը հագնելով ու ոտքերնուտ ամրացուցեք խաղաղության ավետարանին պատրաստությունը եւ ամեն բանի վրա հավատքին բահան արեք, որով կարող պիտի ըլլակ չարին բոլոր գրագոտ ներդերը մարել եւ փրկության սաղավարտ արեք ու հոգին սուրը, որ Աստուծո խոսքն է, աղոթքով ու խնդրվածքով ամենադեն աղոթ գրեք հոգիով ու այս բանին վրա ասկեցեք կատարյալ հարաբերությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Ոստե բավական բաներ շվեցավ ժամանակը չեմ ուզեր առնել մեկ բացատրելու ասկերաչ խոսած ենք ասած ասինք ճշմարտության կոդին ավետարանին գոշիկները փրկության սաղավարտը արդարության breastplate ինչ որ է ասե գտած ամենը չեմ ձեր նորեն գտալ եւ հավատքի վահանը գսե այս բոլորը հակեք որբեսի դուք ցեզի պաշտպանեք բայց պաշտպանելով չենք մենք վերջանար այլ անգեանտին գսե կորձիկը որ խոսեցավ որ հարցակողական կորձիկ է գսե հոգին սուրը արեք ձեր վրա որ Աստուծո խոսքն է հոգին սուրով է որ մենք պիտի գարնանք հարաճ երթալ միշտ բոլորը պաշտպանողական բայց այս մեկը հարցակողական կորձիկ է սել թե հարցակողական կորձ ունի եւ այդ հարցակողական կորձիկը Աստուծո խոսքն է Հակոբու 4:7-ի մեջը մեզի գկրադե կսե ուստի հնազանդեցեք Աստուծո սատանային հագարակ կեցեք եւ անիգա ցեզմե պիտի փախչի հնազանդեցեք Աստուծո սատանային հագարակ կեցեք եւ անիգա ցեզմե պիտի փախչի ինչպես պիտի գրնանք սատանային թեմ կնել Աստուծո խոսքով եւ
հագարագինք եթե սադանային փոխզիչինք compromise չնենք սադանային հետ սադանան բիդի փախչի գսել սադանան աստուծո խոսքին թեմ չի գնար գնալ ամեն իր խապեություններով ամեն իր գերց ծևերով որ գործե խապել երբ որ աստուծո խոսքին ճշմարտությունները իրար չտնենք անոր թեմ չի գնար փամ անել եւ աստուծո խոսքն է որ մեզի հաղթություն կտա առաջին Պետրոս 5:9 գսե անոր թեմ գեցեք հավատքով հաստատված գտնալով որ ծեր եղբայրներն աշխարհի մեջ նույն չաչարանքները գրեն ասիկա շարունակությունը այն համարին որ գսե արդյոք գեցեք սկեցեք վասնզի ծերագագարը սադանան մրնչող արիձի պես կբարդդի ու գփնտրե թե ով է Okay, շատ լավ, սադանան ատփանը գնե։ Ասում ինչ պիտի դնենք, գսե անոր թեմ գեցեք հավատքով հաստատված։ Պետք ունենք սադանային հավատքով իրեն թեմ տնել, հավատք ինչի վրա, այն խոսքին վրա, սուրը որ մեր ցերկ ունենք, անով սադանային թեմ գրվել, հավատալ խոսքին զորության եւ երբ որ խոսքին զորության գավադանք, աստուծո կվստահենք անոր զորությունով մենք կնանք սադանային թեմ տնել։ Եփեսացիս 4:27 ու սադանային դերի միտակ նորեն թեմ գեցեք դերի միտակ այսինքն ոտքի դեր միտակ արիտ միտակ որ սադանան ծեր ցանկերու մեջ ոտքը տնե գիտեք այդ սելզմենները որ դոր գերտան ինչ կնեն թուրը փանալու պես ոտքերին գտնեն որբեսի քիչ մի երգան գարնա խոսիլ եթե սադանային թուրը փանաս ոչ միայն ոտքը գտնե ամիջապես ներս կսբրտի քու սրդետներս եւ գսկսի քու ցանկիտ վրա իշխել անորոմար գսե դեր միդակ սադանային հիմա գտեսնենք ինչպես կնանք հաղթություն դանել եւ ամեն այս համարները խոստումներու վրա հիմնված են եւ նայեցեք այս խոստումները կշարունակվին մեզի զորություն տալու Ռոմայացիս 8:37 գսե հաբա այս ամեն բաներու մեջ ավելի հաղթող գլանք անով որ մեզ սիրեց ոնց մեզի կվստահեցնե որ մենք հաղթող ենք եթե չենք գիտեր այդ մեկը ստալանք չմոռնանք որ մենք հաղթող ենք Քրիստոսով ոչ մեկ բան մեր թեմը գնալ երբ Քրիստոսի մեջ ենք Քրիստոս մեր մեջն է Քրիստոսի աստուծո խոսքը մեր ցանկերուն վրա գիշխեց առաջին Կորինթացիս 15:57 Այդ քողություն աստծո որ մեզի հաղթություն կտա մեր Տեր Հիսուս Քրիստոսին ցերկով նորեն ոս խոստումը կշարունակվի գսե մեզի հաղթություն կտա Քրիստոսի ցերկով երկրորդ Կորինթացիս 2:14 Սրտավական համարներն Բայց քողություն աստծո որ միշտ մեզի հաղթություն կտա Քրիստոսով ու զենք ճանչնալուն հոդը լեզմով հայտնի գնե ամենտեղ ոստերը ավելի գզորանա այս խոստումը միշտ գսե մենք քիչ առաջ կարծացինք որ հաղթություն կտա ոնց գսե միշտ հաղթություն կտա միշտի մեջ են փամը դուրս չի մնա բայց միշտով հաղթելու գաղտնիքին չէ միշտ խոսքի մեջ մնա միշտ խոսքին հավատալ եւ խոսքով առաջնորդվել եւ Փիլիպպեցիս 4:13-ը մեզի գսե մեր շատ սիրած համարները մեկը գսե ամեն բանի կարող եմ անով որ զիս զորացուց ես ինձ մեկ կնամախտել ոչ որու միջոցով կնամախտել անով որ զիս զորացուց եթե իր զորությունը իմ մեջս չի գա ես ոչինչ եմ ես քամը չեմ գնանել
սատանային արջև ամեն օր խոնարհություն ունեմ եւ սատանան ինձ խալիքի պես պիտի դարձնե բայց երբ որ Աստծո խոսքը իմ մեջ կտնագի Աստծո խոսքին զորությունը գա իմ կյանքիս մեջ այն ադեն է որ ես կնամ հաղթական դուրս գալ եւ այսօր հերինակը այս հաղթության հերինակը Հիսուս ինքն է ինչպես կարդացինք 37-րդ գամար Ռոմայացիս 8:37-ի մեջ ակամեքս կերտամ հաբա այս ամեն բաներու մեջ ավելի հաղթող գլանք անով որ մեզ սիրեց Հիսուսի միջոցով է որ մենք գաղթենք ամբոր մեզի սիրեց առաջին Կորինթացիս 15:57 նորեն ով է հաղթության պատճառը Քոչուն Աստծո որ մեզի հաղթություն կտա մեր Տեր Հիսուս Քրիստոսին ցերքով Եթե այս ճշմարտությունը չենք հասկացած միշտ պիտի ինանք Երկրորդ Կորինթացիս 2:14 նորեն քանի անգամներ այս համարները գտնեն նույն խոսքը բայց քոչուն Աստծո միշտ մեծ է քոչուն Աստծո գսկսի այսինքն կարգը Աստծո որ ասփան ունենք մենք գնանք հաղթողը լան որ միշտ պիտի մեզի հաղթություն գտա նորեն Քրիստոսով որի միջոցով Քրիստոսով միշտ հաղթություն գտա եւ Փիլիպպեցիս 4:13 ինչ որ գտածինք նորեն Քրիստոսն է փանալին ասելով ամեն բանի կարող եմ անով ուրիշտեղ Քրիստոսով որ զիս սորացած այնեն մեջ անով չեմ կներում չու բայց Քրիստոսով որ զիս զորացած կսեմ Քրիստոսն է այս բոլորին փանալին Քրիստոսն է քախնիկը Եթե նշмарեցիք այս երեք սերդողություններու մեջ ինչ կսերդենք այս հաղթության փանալները Ալլահի աշխարհի վրա Ալլահ մանրա սատանային վրա ամենուն հաղթության փանալին Քրիստոսի հաղթական ըլլալու մեջն է Քրիստոս որ հաղթական էր անոր միջոցով մենք հաղթություն կրնանք ունենալ Քրիստոս է փանալին եւ Քրիստոս ինքը որ Աստծո խոսքն է ինչպես Հովաննու մեկի մեջ կսեղ սկիզբն է խոսքը եւ խոսքը Աստծո կողմն էր փանը ուրեմն մենք պետք ունենք խոսքը եւ հավատալ խոսքին որ խոսքը ինչ կսե ճշմարիտ է եւ գադարիլ է երբ որ գահավատանք Աստծո խոսքին եւ անգևերջը խոզնագանի գանցնենք այսինքն ինչ որ գահավատանք կորցատրենք հավատալ շատ լավ բան է խոսք ունենալ շատ լավ բան է իսկ եթե չենք կորցատրեր այդ հավատացածնս նորեն հաղթություն չենք կրնարտանի պետք ունենք որ Աստծո խոսքը որ մեզի ուղղություն կտա մեզի գարաչնորդ է անոր հավատանք պետք է որ հավատացածնից կորձի տնենք կորձնական լա անգևերջն է որ հաղթությունը պիտի կա նայեցեք ինչ կսե Սամոս 119 9 եւ 11 Se երդասարտը ինչով մաքրեն իր ջամփան քու խոսքի համեմատ անոր զսկուշություններով ինչ պետք ունի երդասարտը ինքին մաքրելու համար ինչով պիտի մաքրե ջամփան կսե քու խոսքի համեմատ անոր զսկուշություններով այսինքն քու խոսքի հնազանդելով եւ 11 այդ համարի մեջ կսե իմ սիրտս պահեցի Իմ սրտիս մեջ պահեցի քու խոսքերը, որբեսի չմեղանչեմ քեզի թեմ։ Իմ սրտիս մեջ պահեցի քու խոսքերը, որ քեզի թեմ չմեղանչեմ։ Աստծո խոսքը մեր սրտերի մեջ պահելուն արդյունքը ինչ է։ Մեղք չկործել, չմեղանչել։
Այսինքն սատանային փորձություններուն, հնարքներուն, գրագոտներուն մեծ թիմած չբարդվին, չինա։ Եվ ինչ բանն է, որ պետք ունենք մենք ամենադեն այս հաղթությունը դանելու, Հիսուս երկու կարևոր բաներ գսե իր աշակերտներուն, Մատթեոս 26:41-ի մեջ, երբ որ փորձության պիտի մատնվեր, Պետրոս Սարաքյալը փորձության պիտի մատնվեր, եւ Հիսուս պիտի ցերպակալվեր, Հիսուս այս խոսքերը ասավ իրեն. «Արթուն գեցեք եւ աղոթ գրեք, որբեսի փորձության մեջ չմտնեք»։ Հետաքրքրական չէ, որ մենք բոլոր շաբաթավերջին, երբ որ խոսենք արթնության մասին, կարևոր երկու գեդեր որ ելան մեջտեղ, այն է որ արթուն գնալ, այսինքն գիտնալ մեր վիճակը եւ անգևերջ աղոթ գնել, որ արթնության վիճակ կստեղծե մեր մեջը։ Արթուն գեցեք եւ աղոթ գրեք։ Հավասիկ անգամ եւս կգտնվի այս միտքը մեզի, ասել թե Աստված մեզի հadoop խոսք ունի ամենուց որ պետք ունենք արթուն գնալ եւ աղոթ գրել, որբեսի հաղթական ըլլանք։ Կողոսացիս 4:2 Կողոսացիս 4:2 4:2 Շարունակ աղոթքի ետևե եղեք անոր մեջ արթուն մնալով քողությամբ։ Հավասիկ նույն երկու բառերը կգտնվեն եւ այս երկուքը միասին երթան։ Արթուն մնալ եւ աղոթ գրել։ Ասել չէ թե երբեք պիտի չքնանանք, մանավորի քունի մասին չխոսիրասի, հոգեվորապես արթուն մնալ եւ միշտ աղոթ գնել եւ հետաքրքրական է որ այս երկուքին հետ կմիանա միշտ քողություն։ Ինչու՞ գնանք մենք քողությունով գնել այս մեկը, որովհետեւ վստահ գիտենք որ այս արթուն մնալ եւ աղոթ գնելը մեզի հաղթության պիտի առաջնորդի։ Այս է ուրախության մեր յանքի գաղտնիքը, որ մենք կնանք խաղաղություն ունենալ մեր սրտի մեջ, միշտ ուրախ լինել Տերոջմով, գիտնալով որ երբ որ իր խոսքին գնազանտենք, արթուն գնանք եւ աղոթքով ենք միշտ կողնակ սիրտալ գնանք ունենալ, որովհետեւ գիտենք որ Տերը ինչ որ խոստացած է պիտի կատարե։ Առաջին Պետրոս 4:7 գսե սակայն ամեն բանի բաղճանը մոտեցել է, ուստի սկսած եղեք ու աղոթ գրեք, աղոթքի մեջ արթուն գեցեք։ Սկսած եղեք, որ արթուն գնալու հետ կապ ունի եւ գսե աղոթքի մեջ արթուն գեցեք։ Հիմա արթուն գնալը աղոթքի հետ կգաբե։ Աղոթքի մեջ արթուն եղեք, միշտ աղոթելու ետևե եղեք։ Երբ որ մեկը քնացած է, իր մարմինը արթուն չէ, իր մգանները գտնան, ինքը դերյակ չլար իր շուրջը անցած դարձածով։ Եվ ասոր օրինակը շատ լավ գիտենք Սամսոնի պատմութենեն, երբ որ քնացավ Դալիլայի քիրկը եւ իր զորության քաղտնիկը ասավ, Դալիլան մազերը գտրելով, երբ որ արթնցավ գարձեց որ թե իր զորությունը վրան է, բայց փորձեց ցնցվել եւ իր շուրջը եղող մարդոցը վրա հարձակել, չի գրծավ այդ մեկնել, որովհետեւ գսե չէր գիտեր որ Աստուծո զորությունը ներկայությունը իր մե հերացած էր։ Այդ մեկը քնանա ճիշտ Սամսոնի պես կլա, առանց գիտնալու իր շուրջ ինչ կդառնա, քունի հոգեվորապես քունի մեջ որ մեկ մտնե իր զորությունը գործընծնե անոր համարը շատ հստակ կսե սկսած եղեք ու աղոթքի մեջ արթուն գեցեք եւ անշուշտ առաջին մասը համայնքս է ամեն բանի ողջանը մոդեցել է որքան ավելի այսօր երբ Դրոսարակյալը այս խոսքերը կգրեր իրապես շատ մոդ է մեզի այս ճշմարտությունները շատ ավելի իմաստ կստանան ուրիշ համարներ ալգամ ուզեմ կարդալ արակմը որովհետեւ մենք այս խոսքերը առանցնուց մեջ մնա այսօր
երազնուս մեջ տեսնենք եւ ամենադեն հիշենք այս խոսքերը, որ գսեն օրեն առաջին Կորինթացիս 16-13 արթուն գեցեք, հավատքի մեջ հաստատ գեցեք, զիվ եղեք, զորացեք։ Օրեն combination-ը գտեսնեք, այս բարերը որ միասին գործածեցան, արթուն գեցեք, հավատքի մեջ հաստատ գեցեք, զիվ եղեք, զորացեք։ Ուրիշ համարմը։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:6 Մենք գիշերվանը չենք, խավարինը չենք, ուրեմն չքնանանք, ինչպես ուրիշները, հաբա արթուն եւ ըսկաստ ըլլանք։ Եվ 17-րդ համարը։ Ուստի մեկ գրեմ ասպեգը, կներեք, ինչ որ է, վերջին համարնա գնանք կործածել այս տեղը 13 համարը գարտացինք, 6-րդ համարը գարտացինք, այս խոսքերը իշելով գսե զիրար մխիթարեցեք, մենք գնանք այսպեսով իրար մխիթարել, կաչալերել, որբեսի զորավոր մնանք, հաստատ մնանք հավատքի մեջ և հաղթություն ունենանք ամեն բանի մեջ։ Հութա 20 Բայց դուք սիրելիներ անձերնից շինեցեք ձեր ամենասուրբ հավատքի վրա և սուրբ հոգիով աղոթեցեք։ Անձերնից շինեցեք ձեր ամենասուրբ հավատքի վրա և սուրբ հոգիով աղոթեցեք։ Հավատք և աղոթք դարձյալ միասին կընթանան։ Եվ այսօրվա այս սերտողությունը գուզեմ վերջացնել հիշելով այս համարը առաջին Կորինթացիս 10:13 որ մեզի գսե Ձեզի մարդկային փորձութենեն զատ ուրիշ բան չէ բադած, բայց Աստված հավատարիմ է, որ ձեզի պիտի չթողու, որ ձեր կարողութենեն ավելի փորձութենեն չթողու, որ ձեր կարողութենեն ավելի փորձվիկ, հաբա փորձության հետ ազատության միջոց մնալ պիտի դա, որբեսի կարող ըլլաք Համբերեք, ինչ կեց կամարա սիգա, ինչ լավ խոստում մնե, բոլոր անոնք որ կվախնան, որ ինչպես պիտի հաղթեն, ինչպես սադանային ջարբգությունները թեն պիտի տնեն, ոստեղը աստված մեզի գխոստանա, որ ամեն փորձության մեջ, նախ մեզի պիտի չցկե մեր կարողութենեն վեր փորձվինք, անգե վերջ կսե, մճոց մնալ պիտի դա, որբեսի անգե թուրսել են։ Կարևորը այն է, որ մենք արթուն և ըսկաստ ենք, որբեսի այդ միջոցները դեսնենք և կործատրենք։ Այդ միջոցները բոլորնալ Քրիստոսին հետ կապված հատկություններ են, որ երբ որ մեր կյանքերու մեջ անցնենք, անոնք կործատրենք հավատքով, դեսնենք, թե մենք միշտ հաղթական պիտի լաշտերոջմով, որովհետև մենք կանչված ենք հաղթության, Քրիստոս հաղթեց և անոնք, որոնք իրեն գավադան, անոնք հաղթող պիտի լանգսե Աստծո խոսքը եւ փառքը լավ այս խոստումներուն համար որովհետեւ մենք փորձառությունով տեսած ենք որ ամեն անգամ որ Աստծո կվստահենք հաղթական դուրս կգանք իսկ երբ կմոռանանք Աստծո խոսքը եւ անոր զորությունը որ մեր մեջն է կամ տեսենք շատ թյուջամբ կնանք բարդել Քաչալերվինք Աստված մեր հետն է Աստված մեզ գզորացն է, միակ բանը, որ պետք ունենք մենք Հիսուս Քրիստոս ու անոր ներկայություն է մեր կյանքերի մեջ։ Եվ մենք բոլորը Աստծո ցկենք, Աստված ինքը հոգի դանի։ Պիտի աղոթեմ եւ անգերերջը արիպիլամ հարցներով։ Եթե արար շնորհակալ ենք, որ մեզի այսօր անգամ եւս հիշեցուցիր, որ մենք հաղթողներ ենք Եվ այդ հաղթությունը գուքա քուվորթվիտ Իսուս Քրիստոսի միջոցով, որ խոսքն է, ով դեր օգնե, որ այդ խոսքը մեր մեջը պնագի եւ ամենադեն մեզի ուղե եւ մեր հավատքը զորացուր, որ այդ խոսքին հավատանք եւ վստահենք եւ անոր վրա կորձնական քայլեր առնենք,
այդ մեր հավատացածը կործի տնենք, որբեսի գարնակ սատանային ամեն հնակներուն թեմ հաղթական դուրս գալ։ Օգնի ամեն մեկուսով դեր եւ մեզի արդյուն եւս կասպայես, աղոտքի հոգիներ մեջ ավեցնես եւ ով դեր կխնդրեմ, որ այսպիսով մենք կարենանք ամեն բանի մեջ հաղթական դուրս գալ։ Հիսուսի անունով խնդրենք։ Ամեն։ Amen. Amen.